Հալելույա։ Մի զարմանալի վկայություն ունեմ երեկվանից, ասում եմ, որ բոլորիդ հավատքը զորանա սիրելիներ։ Ուրեմն, ինչպես Ստիվը արդեն նշեց, մոտ 20 երիտասարդներ ունեինք, որոշները թինեյջեր էին, 15, 16 տարեկան, 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի ունեինք նույնպես 20-ների մեջ երիտասարդներ։ Մի խոսքով եւ ուրեմն Մարիամի ընկերուհիներից մեկի մայրը իր երկու երեխաներին բերել էր։ Եվ ինքն էլ շատ քաղցր լավ քույրիկ է։ Ուրեմն ես վերջում էի նստած երեխաների համար պիցցա էի պատվիրում հեռախոսով եւ Ստիվը այստեղ կանգնած էր եւ խոսում էր եւ սրահը այսպես լուսավոր էր եւ խաչն էլ վառվում էր եւ երեխաները նստած էին։ Եվ այս քույրը որ ներս մտավ, ես իրան գրկեցի որ դիմավորեմ մի անգամից սենց նայեց այս կողմ ու այսպես աչքերը լցվեց, սկսեց լացել ու ասել Oh my God, oh my God, oh my God։ Ես էլ ասեմ, «Էս ինչ եղավ քեզ»։ Ասեց, «Արի դուրս գնանք որ պատմեմ»։ Ու հեկեկալով լացում է այս աղջիկը։ Եվ պատմում է, այսինքն ուրեմն 2 տարի առաջ ինքը խնդրել է Տիրոջը Տեր իմ հետ խոսի, եղբայրը հայտնության պարգևի մասն էր խոսում, ինձ հայտնություն տուր, երազ տուր։ Ցույց տուր ապագան եւ այլն եւ Տերը իրան մի հատ զարմանալի երազ է տալիս 2 տարի առաջ։ Ինքը այդ ժամանակ եկավ եւ մեզ պատմեց։ Եվ ասեց, որ եղբայր Ստիվ, ես մի մեծ սենյակում քեզ տեսա, շատ լուսավոր սենյակ էր, այսպես recessed lighting էր դրած, եւ հետեւդ խաչ էր վառվում, եւ դու կանգնած էիր եւ քարոզում էիր։ Եվ այդ սենյակը լիքն էր մարդկանցով ու նստելու տեղ չկար, մարդիկ կանգնած էին։ Ու երբ որ ասում եմ ես դուրս եկա այդ սրահից, տեսա որ մի ուրիշ սրահ է, ավելի մեծ, լուսավոր եւ այնտեղ մի մեծ սեղան է գցած։ Եվ լիքը ժողովուրդ նստած հաց են ուտում այդ սեղանի շուրջը։ Եվ ասում եմ ես որ մտա ներս, ես տեսա այդ սրահը։ Այս սրահը իմ երազի սրահն էր։ Ես մտա իմ երազի մեջ եւ դա 2 տարի առաջ էր։ Փառք Հիսուսին, Տերը այստեղ ասիելների հոգով։ Գիտեք, 2 տարի առաջ դեռ մենք ոչ հովվական ծառայության մեջ էինք, մենք դեռ ոչ իմանում էինք, որ sense բան պետք է լինի, բայց Տերը իր հոգով այստեղ այ ինքը սեղան է պատրաստում իր սուրբերի համար, իր կերակուրով, իր ծառաների միջոցով, որ մենք ուտենք իր կերակուրը։ Ու այդ երազի շարունակությունն եմ ուզում ասեմ, այս տարածքը լրիվ լուսավոր էր, բայց երբ որ ես դուրս եկա փողոց, խավար էր դրսում։ Եվ դրսում ասում է, այսպես թփեր էր, բուշեր էր, ու ես նայեցի պտուղներ էր վրան այդ թփերի, եւ իրանք շատ գեր հասած պտուղներ էին։ Այնքան հասած էին, որ շիրան վրայից թափվում էր։ Ու ես ասացի, վայ, համարյա պիտի հեսա փչանա, արագ հավաքենք։ Ու սկսեցինք մենք ասում հավաքել այդ պտուղները, ու ասում ես հասկացա, որ բերքը գեր հասած է։ Բերքը գեր հասած է։ Եվ մնում է, որ մարդիկ, մշակները, մենք գնանք ու հավաքենք։ Ու ինքը ասում է, ես տեսա, որ մի կոշիկս չկա, երբ որ դուրս եկա փողոց։ Ու ասում եմ, կորցրել էի կոշիկս, ու ասում եմ, ես հասկացա, որ ավետարանի պատրաստակամության կոշիկներս լավ չեմ հագել։ Հիշում եք, որ նա կոշիկ Աստվածաշնչում ավետարանը քարոզելու պատրաստակամությունը մենք պետք է հագած լինենք, որպեսզի մարդկանց քարոզենք ավետարանը ու այդ պտուղները չթողենք ընկնեն գետնին եւ փչանան, այլ քաղենք Տիրոջ արքայության համար։ Շատ զարմանալի վկայություններ, այնպես որ ձեր հոգով եւ հավատքով զորացեք, Տերը մեծ գործեր ունի մեր մեջ անելու։ Ամեն Աստծով։ Հալելույա։ Շնորհակալություն։ Դե փառքը լրիվ Տիրոջը։ Տարիներ առաջ 2000 թվականին նույն դեպքը կատարվել է իմ հետ։ Ուրեմն երբ որ ես ավտովթար ունեցա, ավտովթարի ժամանակ ուրեմն ամբողջ ուղեղս վնասված էր։ Ստացել էի ուղեղի ցնցում, ուղեղից մի մասը մտել էր ներս, մյուս մասը դուրս էր եկել, ուղեղից վրա արյուն էր կաթացել եւ ես կոմայի մեջ եմ եղել։ Եվ 72 ժամը արդեն անցել էր։ Եվ երբ որ ամուսինս եկավ արդեն կանչել էին իմ մոտ, ասել էին, որ հույս չենք տալիս, կամ սենց կմնա, կամ ողորմի ձեր անցյալների։ Ուրեմն Աստված
իր հրաշքը կատարեց։ Եվ այդ ժամանակ ամուսինս միշտ ասում էր դու Սուրբ Հոգով մի աղոթի, որովհետև մեկը գրել է տվել է քեզ, դու անգիր ես արել, հիմա ասում ես ու ասում ես Աստված է իմ ներսից աղոթում։ Ուրեմն ես շատ շնորհակալ եմ Աստծուն այդ ամեն ինչի համար, որ անցկացրեց, որովհետև անտեղի ոչինչ չի կատարվում մեր կյանքերի մեջ։ Ուրեմն կոմայի մեջ ես սկսում եմ աղոթել Սուրբ Հոգով։ Ու երբ որ սկսում եմ աղոթել Սուրբ Հոգով, այդ մեքենաները, որոնք որ միացրած են ինձ, սկսում են դզոց խշշոց ձեներ հանել, ու սա մտածել են, որ ես արդեն գնացի։ Ուրեմն վազելով եկել են իմ սենյակը, որ տեսնեն ինչ է կատարում, ու տեսնում են, որ ես աղոթում եմ, ու աղոթում եմ թուրքերենով։ Ուրեմն այդ ասма ամբողջ այդ բանի հիվանդանոցի այդ հարկում մենակ ասма քո թուրքերեն աղոթքներ։ Ու բժիշկը հարցրել ասել այս ինչ է խոսում։ Ամուսինս այդտեղ վկայել է, որ ինքը Սուրբ Հոգով է աղոթում, միջև այդ չէր ընդունում։ Ու ինձ տարել են, մցրել են MRI-ի տակ։ Ասել են տարեք իրան նորից MRI անելու։ Ուրեմն միջև այդ լրիվ պատկերը ուրիշ էր։ Բայց երբ որ ինձ մցրել են, պատկերացրեք, որ նույնիսկ MRI-ի այդ ապարատի տակ ես հələ դեռ աղոթում եմ։ Ու Սուրբ Հոգին ինձ գործը ուղեղից լրիվ նորմալացել է, ուղեղից վրայի արյունը չկա, ամեն ինչ նորմալ, ոչ մի հետք չկա, նույնիսկ որ իբր ես վնասվածք եմ ստացել։ Ու ինձ նորից բերում են պալատ, բայց ես հələ դեռ կոմայի մեջ եմ։ Անցնում է դրանից մի ժամ թե 2 ժամ չեմ հիշում, ուրեմն կոմայից եմ դուրս գալիս։ Կոմայից եմ դուրս գալիս, բժիշկը գալիս է իմ մոտ, ասում է, «Էս ով է»։ Ամուսինս կողքս կանգնած է, ասում է, «Էս ով», ասում չեմ ճանաչում։ Ասում է, «Բա երեխեքը կող», ասում չեմ ճանաչում, ես ամուսնացած չեմ։ Ես երեխա չունեմ։ Էսում եք բերեստե։ Ու ոչ մեկին չեմ ճանաչել։ Հետո իհարկե դրանից հետո ամուսինս ասում է, «Դե իմ պատճառով է լավ կներես ինձ», ասում եմ, «Ինչի համար»։ Ասում է, «Որովհետև դու Սուրբ Հոգով աղոթում ես», ես ասում եմ, «Եթե դու ես աղոթում, մեկը անգիր արե, տվելա քեզ, դու անգիր ես արե ու ասում ես»։ Ասում է, «Հիմա ես հասկացա, որ դու ինձ չես ճանաչում, քո երեխեքին չես ճանաչում, ոչ մեկին չես ճանաչում, նշանակում է այդ անգիրն էլ չէիր հիշի»։ Ասում է, «Ու Աստված այդ ձևով ինձ հասկացրեց, որ ես սխալ եմ ու դու ճիշտ ես»։ Փառք Տիրոջը, այդ ձևի բաներ կատարվում է մեր կյանքերի մեջ։ Երբեք չհուսահատվեք, կապ չունի, կոմայի մեջ են ասել են չի ապրի, կամ չգիտեմ օպերացիա են արել, այնտեղ որտեղ հիշում եք Աստված երբ եկավ այցելեց Աբրահամին։ Երբ որ Աբրահամը հույսը կտրել էր երեխա ունենալուց։ Քանի Աբրահամը հələ հույս ուներ, Աստված չէր գործում։ Երբ որ հույսը կտրեց Աբրահամը, Աստված ասեց՝ «Այ տղես, հիմա արի մոտ»։ Ու տվեց այն, ինչ որ Աբրահամը ուզում էր եւ ավելիով։ Այդ հավատքը ունեցեք, երբեք թույլ չտաք, որ դուք, որովհետև հիշեք, դուք բարձրյալի որդիներն եք, եւ այն, որ ձեր մեջ է բնակվում, Աստծո խոսքն ասում է ամեն ինչից զորավոր է։ Հավատքներդ բարձր պահեք, այն դուխները տեղը ու գնացինք առաջ։ Հաղթելու ենք մեկը։ Տերը օրհնի բոլորիդ։